առաջից բանաստեղծությունը գրել եմ 8-րդ դասարանից։ Ես ոչ պոետ, ոչ բանաստեղծ, բայց 8-րդ միջահել գրում եմ ես մի քանի խոսք իմ տախալից փուչ բախտից։ Անգութ մահը խլեց տարավ, նրան մեզնից բաժանեց, արար աշխարհից խռովնա գնաց, հանգուցյալ չեմ ուզում անվանել նրան, իհարկե վիշտս խորն է ձանձալի, տանջում է հոգիս, չի խղճում որբին։ Հենց առաջի բանաստեղծությունս է տալել, որ գրել եմ։ Ու դրանից հետո ինքնիստիկյան մտքերի մեջ շարունակել եմ։ Տեսել եմ վրա հաջողվում է գրելը։ Ասել եմ գրեմ, որովհետև հոգուս խորքից է դուրս եկել։ Ցանկանում եմ, որ ոչ մեկն էլ ոչ որ փանա, ոչ էլ իրեն հոգինալ է կոծվի, ոչ մտքերի մեջ խորասուզվի, նման բանաստեղծություններ չգրեն։ Ցանկանում եմ խաղաղություն, երջանկություն, մարդիկ իրանց լավ օրերը, երջանիկ օրերը հիշեն, դրանք գրեն։ Այս տխուր բանաստեղծություններից հեռու մնան, չգրեն։ Կյանքը ամեն ձևի էլ դասավորվում է, հիմա տենց է դասավորվում, որ խորասուզվեցինք, ինչ պետք է անենք, պիտի պայքարենք, դիմակայենք, ապրենք, կյանք տանք, ապրեցնենք, պահալին, որ բացում եմ, կարդում եմ, մի պահ անցնում եմ հին կյանքը ու խորասուզում տնում եմ, որ մտքերիս մեջ արդեն լավ չի։ Փակում եմ, ասում չի, պետք չի, առաջ նայեմ, լավը տնամ, առաջ գնամ, յուրաքանչյուր անձնավորություն ամեն ձևի եւ խոչընդոտ ունի, եւ լավոր ունի, եւ վատոր ունի, վատորից նեղանալ չեն, լավորով հպարտանալ չեն, կյանքը նենց է, որ այսօր ես, վաղը դու, մյուս օրը նա սուրճ չեն ասել։ Ծառը որ կա կապրի դարով, մարդը որ կա կապրի տարով, մարդը որ կա չի հասկանում, գոնե տարին տիրի խելքով։ Մարդ ես ասում, մարդ հասկանում, մարդու դիմաց միտքը թայտում, ու տեսնում ես գայլ է դառնում ու ոռնում է քեզ հոշոտում։ Ոռնում գայլը տուն է դառնում, ոռնալը թողնում, եղունիկ դառնում, ու գալիս է միտքս խնդրում ու այդպիսով լուր տարածում։ Այս բանաստեղծությունը մարդկության մասին է, որ մարդիկ երգերստանի են, փաղաքշում են, Իս ինչ իմանամ ամեն ձևի ուզում են, որ այդ տվյալ անձույ գաղտնիքն իմանան, փոխանցեք, որ մարդիկ լինեն, հասկանան, որ իմանան մարդու, ոնց ասեմ, մարդը որ կա, չի հասկանում, գոնե տիրի խելքով, կյանքը տիրի խելքով, վատ բան չանի, ապրի, խելոք մնա, հարգվի, մահից հետո հիշվի որպես լավը։ Ինչ չեմ կատարել, հիմա ափսոսում եմ, որ թերի եմ թողել։ Այն գործը, որ չեմ կատարել, այն աշխատանքը, որ չեմ արել, այն, որ կկարողանայի թե ընտանիքում, թե աշխատանքի վայրում, թե մարդկային միջավայրում, ես կարողանայի ինչ-որ թեկուս բարեգործական, բարեխճական ինչ-որ մի բան, ու չեմ շատ ափսոսում եմ։ Կուզենայի կյանքը հետ գնա, որ ասում են մանկությունս ետ բերեք, ես կուզենայի լավս հիշել, ես կուզենայի լավ արարք թողնեմ, լավ հուշ թողնեմ, լավ վերաբերմունք թողնեմ, թե շրջապատից, թե ընկերներից, թե գյուղացու, թե թեկուս կողմնակի մարդու, բոլորը մեկ են, մարդը, չեմ ուզեցել հողի աշխատանքը թողնեմ, ոչ մի բանի հետ չեմ փոխել, վերասելին կարա կուզես ուսուցիչ աշխատես կասեի ոչ, ես կուզեմ հողագործել եմ, ես կուզեմ հողի բուրմունքը լսեմ, ես կուզեմ հողի հետ շաղախվեմ, ես կուզեմ բերքի հետ, բույսի հետ խոսամ, չգիտեմ հողին որ շատ սիրել եմ, էտա ինձ ձգտել որ առույգիլ եմ։ Ղրղին սարերի գրկում ծվարած, դաշտերը թերու, հովտերուն տնկած, դու մեր դաշտերի վաղ գարնան դարպաս,
այգիները ցուր, տողները շատ, դեղցեր վաղահաս։ Փառք քո քրտնաթոր հողի մշակին, փառք նրանց անդոր վառ աշխատանքին, որ մակարում են հող ու մարտնչում, դարու փոսհարթում նոր հող նվաճում, ջան իմ ներքշեն, քեզ եմ գովեստում, դու մեր հայրենի անցած դարերի ծննդավայրն ես, մեր նախնիների ծնողի նման, մեզ դուր ես տալիս, սառնախբյուրի պես մեզ ջուր ես տալիս։ Մեծ եղբայրն ես ազատավանի, այգիները շատ, գինի տանվանի, մեր ծաղկող դարի ամթարանվարտն ես, մեր սեղանների անսպար զարդն ես։ Ամեն առավոտ հարս ու աղջիկներ դաշտ են դուրս գալիս, հնչում են երգեր, ծով ծխախոտի դաշտերն ընթարցակ, քաղում են շարում ուրախ համարցակ։ Առավիզերին բարդենները ձիգ, վեր են խոյացել դալար գեղեցիկ, մեղմ զեփյուրից ճոճվում օրորվում ու քնքշանքով իրար համբյուրում։